Ցանկացումները եւ պետական թալանը շարունակվելու է այնքան, մինչեւ երկիրը վերջնականապես դատարկվի, կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Ըստ նրա, թալանն այն չափերի է հասել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնային խնդիրն է դարձել այն կասեցնելը։ Քաղաքական ընդդիմադիր ուժերը 12 կետը, որ առաջարկում են, չէ՞, բազմապես իմպերատիվ կետերն են, ըստ որի ասում է, ուրեմն խնդրվում է կամ առաջարկվում է վերացնել պետական թալանը ու գողությունը։ Ռուսական իմպերիալիզմը Ռոբերտ Քոչարյանով ուզում է վախեցնել Հայաստանին։ Այդ տեսակետն է արտահայտել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Աշակյանը։ Նրա կարծիքով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները խորհրդանշական բնույթ են կրում։ Մեզ ասում են, որ եթե դուք սխալներ թույլ տաք, դուք հետ կստանաք Ռոբերտ Քոչարյանին, նա պատրաստ է, նա հայտ է ներկայացնում, որ հետ կգա, իսկ մենք կօգնենք, նա հետ կգա։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարող միասնական սկզբունքով առաջնորդվել։ Հետևաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մոտենում է իր հանգուցալուծմանը, կանխատեսում է քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը։ Իսկ որ կառույցը կստանձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում միջնորդի դերը։ Ամենահավանական փոխարինողը դա ՆԱՏՕ-ն է։ Վերջին օրերի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը պայմանավորված է վերինատյանների հրահանգով։ Իրավապաշտպան Տիգրան Եգորյանի գնահատմամբ, առանց բարձր իշխանության իմացության, ոստիկանությունը չէր վերադառնա իր հին գործելավոճին։ Բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները ոստիկանության, ովքեր նման միջոցով փորձում են առանց միջոցների միջև խտրականություն դնելու ծառայություններ մատուցել, կարող են արժանանալ օրինակ Տիգրան Սարգսյանի և համանման այլ պաշտոնյաների ճակատագրին։ Արձակագիր եւ թարգմանիչ Դիանա Համբարձումյանը արտագաղթի դեմ փորձում է պայքարել իր նոր վեպով, որի վերնագիրն է «Դուրը թակում են»։ Նա կարծում է, որ իր գիրքը ընկալելու համար ընթերցողը պետք է պատրաստված լինի։ Եվ ընդհանրապես երկրի ու մարդու կապի մասին է, կապը, թե ինչպես այդ բարալիկ պորտալները, եթե շատ մարշվում է, երբ նրան լքում ես, հեռանում ես, դու ինքդ կորեսվում ես եւ զգում ես, թե որքան ունայն է կյանքը։ Բարի երեկո։ Դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը։ ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը բացատրել է, թե ինչու հայ պատվիրակները հարցեր չեն տվել Իլհամ Ալիևին։ Իր Facebook-յան էջում նա գրում է. հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված եւ ինչպես դեպքը ցույց տվեց արդարացված լռություն էր։ Լռություն, որը անսպասելի էր նախագահ Ալիևի համար եւ հիմք հանդիսացավ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ եւ ռեակցիոն պատասխանների եւ վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը։ Գրում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։ Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը անդրադառնալով Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության ակտիվությանը նշում է, որ իր կարծիքով Ռուսաստանը շահագրգռված է հնարավորինս արագ չեզոքացնել տարածաշրջանում իր շահերի դեմ ուղղված սպառնելիքները եւ շտապում է պարզել, թե ինչ կարժենա դա իր համար։ Արման Մելիքյանի տպավորությամբ Ռուսաստանը Արցախյան հիմնահարցի արժեքի շուրջ առևտուր է վարում եւ քանի որ Հայաստանի պահանջած նվազագույնը պարզը խնդիրը մնում է Ադրբեջանին, ասում է Արման Մելիքյանը։ Ստամբուլ քաղաքում առաջին անգամ անցկացվել է տրանսգենդերների, ավելի պարզ ասած կին դարձած տղամարդկանց մասնակցությամբ գեղեցկության մրցույթ, որով կազմակերպիչները փորձել են ընդդիմանալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ երկրում առկա խնդրականությանը։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ թեև երկրում սեռական փոքրամասնությունների նկատմամբ թշնամական վերաբերմունք կա, այդուհանդերձ գեղեցկության մրցույթի 13 մասնակիցները իրենց մեջ քաջություն են գտել եւ բեմ են բարձրացել։ Մրցույթը դիտելու է եկել 500 մարդ։ Օրվա լրահոսը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը գնահատում է մեկ արտահայտությամբ՝ քաղաքական լկտիություն։ Տիկին Ալավերդյանին հատկապես զայրացնում է դիպուկահարների մասին Ալիևի խոսքը։ Երևի թե ինքը չի եղել այդ սահմաններում, չգիտի, որ դիպուկահարները կրակում են ոչ միայն սահմանում գտնվող մեր զինվորներին, այլ բնակիչներին։ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը միաժամանակ չի հերքում Ալիևի մեղադրանքների համար պատասխանատու են
Հայաստանի իշխանությունները։ Բաց թողած բոլոր այն գործողություններն են, որոնք թույլ են տալիս փոխարենը Ադրբեջանի նախագահը ամաչի խոսել ընդհանուր առմամբ, նա դեռ մեղադրանքներ է ներկայացնում։ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը չի շտապում Հայաստանում որևէ մեկին մեղադրել Ալիևի ելույթի համար։ Ադրբեջանի նախագահը բռնակալ է ու նրա ելույթները թե իր երկրում, թե երկրից դուրս հեռու են դիվանագիտության ու քաղաքակրթության նորմերից։ Որտեղ ադրբեջանական հասարակության հիմնական մասը, ցավոք ինչպես նաև հասարակության, հայ հասարակության որոշակի մասը սիրում է այդպիսի ամպագորգոր ելույթներ եւ ուրիշ ոչինչ։ Անուշ Սեդրակյանը հայ հանրությանը եւ առաջին հերթին իշխանություններին կոչ է անում ուշադրությունը սևեռել մեր ներքին քարոզչությանը։ Պետք է դրսում այդ նույն կոնֆերանսների ժամանակ, երբ որ մենք ներկա ենք լինում կոնֆերանսների ժամանակ եւ ադրբեջանական պատվիրակությունները գալիս են հսկայական քանակությամբ նյութերով, հսկայական քանակությամբ վիդեոնյութերով, ստահոդ գրքերով, այդրան հակառակ պետք է աշխատի ինֆորմացիոն հակապրոպագանդիստական ալիք։ Անմեղ մարդիկ այսուհետև չեն դատապարտվի, այսօր վստահեցրել է գլխավոր դատախազը, իսկ ով է պատասխան տալու մինչև նոր գլխավոր դատախազը սխալ մեղադրանքներով մարդկանց դատապարտելու համար։ Ես դրա համար չեմ կարող պատասխան տալ։ Աֆրիկյանների շենքի դիմաց ոստիկանների ֆիզիկական բռնությունների զոհերին գլխավոր դատախազը ոչնչով չի կարող մխիթարել, ավելի լավ կանեն, եթե բողոքողները ոստիկանության մասին օրենքի 4-րդ գլուխը սովորեն։ Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը իրոք դա ոստիկանի գործառույթների, լիազորությունների մեջ է մտնում։ Գլխավոր դատախազը բռնության ենթարկվածներին խորհուրդ է տալիս դիմել իրենց, բացառված չէ, որ արդյունքում հենց բռնության ենթարկվածների հանդեպ սկսվի քրեական հետապնդում։ Իրավական գնահատական պետք է տրվի համապատասխանաբար այն անձանց, ովքեր որ ոստիկանների նկատմամբ բռնություն են կիրառվել։ Գլխավոր դատախազն այսօր նաև պարզաբանել է, թե ինչու Շանթ Հարությունյանի դատավարությունից առաջ գազային ատրճանակից կրակած Հայկ Գյուրեղյանին կալանավորեցին, իսկ նույն օրը իսկական ատրճանակից կրակած Երևանի քաղաքապետի խորհրդականի որդուն երաշխավորագրով բաց թողեցին։ Առաջինը բռնությամբ խուլիգանություն է արել, երկրորդը պարզապես խուլիգանություն։ Խուլիգանության առաջի մասի համար պատիժը նախատեսվում է մինչև 1 տարի ազատազրկում, իսկ 4-րդ մասի համար, այսինքն Գևորգ Գյուրեղյանի դեպքում մենք ունենք պատիժ 4-ից 8 տարի։ Ազգային ժողովի падգամավորների քվեով գլխավոր դատախազ ընտրվելուց հետո Գևորգ Կոստանյանը ված չի քնում, նրան չի մտահոգում, որ իր դեմ քվեարկածների քվեները կեղծվել են, կարևորը անհրաժեշտ ձայներն ինքը ստացել է։ Հիմա եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ ես չեմ քվեարկել կամ ես կողմ չեմ քվեարկել, բայց ինչ-որ մեկը կեղծել է, ում էր պետք կեղծել դա։ Ով էր շահագրգռված կեղծման մեջ, որն էր մոտիվը կեղծման։ Զրո տրամաբանություն եմ տեսնում, զրո տրամաբանություն։ Դրա համար ես հանգիստ եմ քնում։ Իդեպ 37-ամյա գլխավոր դատախազն այսօր տեղեկացրեց, որ ինքը այս կառույցից հեռանալիս հաստատ չի պատրաստվում վարվել այնպես, ինչպես վարվեց իր նախորդը, համբուրել դատախազության մուտքի դուռը։ Ես որևէ տեղ դուրս գալուց կամ ներս գալուց որևէ բան չեմ համբուրում։ Անցավոր անգործություն աֆրիկյանների շենքի մոտ հերթապահող ոստիկանների քայլերը այս կերպ է բնորոշում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։ Անօրինական դա քանդվում է այդ շինությունը, այդ մշակութային հուշարձանը, որը ինքնին հանցագործություն է։ Իսկ ոստիկանությունը խոչընդոտում է այն անձանց, ովքեր որ փորձում են կանխել հանցագործությունը։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հունիսի 20-ին դիմել է վարչական դատարան, խնդրելով առ-ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի եւ կառավարության որոշումները։ Այդ փաստաթղթերով աֆրիկյանների շենքի տարածքը ճանաչվել է հանրային գերակաշահ։ 2008 թվականին Հայաստանը վավերացվել է Եվրոպական մշակույթների պահպանության մասին կոնվենցիան, որի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հուշարձանը միայն կարելի է տեղափոխել այն դեպքերում, եթե դա անհրաժեշտ է դրա պահպանման համար։ Իսկ այստեղ արդեն խոսքը գնում է, որ այդ տարածքը ճանաչվել է գերակա հանրահաշիվ, որի իրավունքը չկա։ Այս տարածքում բոլորի գործողություններն են անօրինական, թե ոստիկանների եւ թե շենքը ապամոնտաժողների։ Համոզված է մեր քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը։ Կանխամտածված, ոչնչացվում է Երևան քաղաքի պատմամշակութային շերտը, նրա համար, որ բնիկ երևանցիներին լրիվ զրկել այն ակունքներից, որը նրանք ունեն։ Մինչ փաստաբանները պայքարում են իրավական դաշտում, քաղաքակտիվիստները շարունակում են բողոքի ակցիաները։ Այսօր շենքի մոտ բողոքի ակցիան քաղաքական ենթատեքստ էր ստացել, նախաձեռնության անդամները ֆլեշմոբ էին կազմակերպել, իրենց հետ բերելով քաղաքական բացիկներ։ Այս բոլոր հարցերը շատ ակտուալ են, հա, օրինակ հարցնակարի թեման, հա, երբ որ մոռացության մատնվել, բայց պետք չի մատնվի։ Սոնա Ասատրյանը վստահ է, աֆրիկյանների շենքի պայքարը ոչ թե մասնավոր, այլ գլոբալ խնդիր է։
Դատականիստերը պետք է անցկացնել Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված դատավորների մասնակցությամբ, քանի որ այս գործում մեծ դերակատարում ունի Ռուսաստանը։ Այսօր դատարանին առաջարկեց Ամբաստանյալի աթոռին հայտնված ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։ Գործով անցնող մյուս ամբաստանյալները միացան նրան։ Դատավոր մնացական Մարտիրոսյանը 30 րոպե խորհրդակցական սենյակում մնալուց հետո մերժեց միջնորդություն առաջարկը։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ցեղակրոն կուսակցության նախագահը բոլորին կոչ է անում միանալ պայքարին, այն համարելով արժանապատիվ։ Ես 21 նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի դեմ համոզված, որ արտադրություն չկա Հայաստանում։ Նրան զայրացրեց եւ վիրավորեց իր համակիրներից Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը, գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին։ Ձեզ ճասար բան ասել, առանց փաստաբանի։ Միած Սերժի ներմանգում եք գրում, կտենակ ինչքան շուտ կազատվի։ Դատանը մերժեց Արա Զաքարյանի միջնորդությունը, իսկ Շանթ Հարությունյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց։ Իդեպ Շանթ Հարությունյանի պահվածքի եւ հայտարարությունների հետ համամիտ չէին նրա փաստաբանի Նեսա Պետրոսյանը եւ գործով պաշտպան Արա Զաքարյանը։ Շանթ Հարությունյանը չպետք է խառնվի իր թեկուզ մյուս գործընկերոջ պաշտպանության տակտիկային։ Այն ինչ որ մենք պլանավորել ենք, շարունակել ենք իրականացնել։ Գործով դատականիստը կշարունակվի հունիսի 27-ին, իսկ դատանի բակում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ նրա մյուս ընկերների բողոքի ակցիա էր ընթանում։ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դիմորդները հուզված են, բայց ապագա մասնագիտության նրբություններն արդեն գիտեն։ Դերասանին հատուկ վարպետությամբ թաքցնում են հուզմունքը։ Ինչպիսին է տրամադրությունը, ոնց է։ Ուրախ բարձր մարտական։ Դիմորդներին առաջինը մոտենում է կրթության եւ գիտության նախարարը։ Ֆուտբոլային թեժ շրջանում կարևոր հարցը մեկն է։ Քիչ անց լարվածությունը մեծանում է, նախարարն անձամբ է հետևում ապագա դերասանների մասնագիտական քննության ընթացքին։ Նրանք կարծես արդարացնում են սպասելիքները, անգամ բազմաթիվ լրագրողներն ու տեսախցիկները նրանց չեն խանգարում մտնել կերպարի մեջ եւ ցուցադրել ունակությունները։ Քննական հանձնաժողովի անդամները դեռ գնահատականներ չեն տալիս բոլոր քննությունների ավարտից հետո միայն հնարավոր կլինի գնահատել այս տարվա դիմորդների շնորհալիությունը, իսկ դիմորդները հուսով են, որ իրենց տաղանդն ու քրտնաջան աշխատանքը կգնահատվի ըստ արժանավույն։ Արդեն 3 գիշերը չեմ քնել, պարապել եմ։ Ծանր աշխատանքը, քանի որ դա այնպես չի, որ պետք է անգիստ սովորես, ասես, գաս, չէ, դա պետք է ուղղակի քո մեջից լինի։ Այս տարի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ առաջին փուլի արդյունքում դիմել է 190 շրջանավարտ։ Այս ցուցանիշը 2013 թվականի համեմատ ավելի քիչ է, սակայն բուհում մի նոր առաջխաղացում կա։ Կինոգիտության եւ գրական ստեղծագործության բաժիններում նախորդ տարի դիմորդներ չկային, այս տարի նրանք մի քանիսն են։ Ամերիկայում լինել ջազմեն արդեն մարտահրավեր է։ Մի առիթով ասել է հայկական ջազի լեգենդ Տաթևիկ Հովհաննիսյանը, ով 1991 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամերիկյան հանդիսատեսի ծափերին արժանացած երգչուհին վերադարձել է տուն, թեև կարճաժամկետ։ Աշխարհահռչակ երգչուհու հայաստանյան հյուրախաղերի մեկնարկը տրվել է այսօր։ Ջազ երգչուհին կեսօրին ժամանել է Երևան։ Վաղն արդեն կպատասխանի հայաստանցի լրագրողների հարցերին։ Երկրպագուների հետ Անդրանիկ հանդիպումը կլինի հունիսի 28-ին Յանս ակումբում։ Սա նրա Երևանյան միակ համերգը չի լինի։ Եվս մեկ համերգ տեղի կունենա Երևանում հուլիսի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հայաստանյան առաջին հյուրախաղերի ընթացքում ջազ լեգենդը ելույթ կունենա նաեւ Գյումրիում եւ Ստեփանակերտում։ Հիշեցնենք, որ երգչուհի Օֆելիա Համբարձումյանի եւ քամանչահար Նորայր Հովհաննիսյանի Երևանում ծնված դուստրը վերջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես էր եկել 2008 թվականին։ Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը դարձել է լուրջ սոցիալական խնդիր։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չէր ցանկանում բացատրություններ տալ բողոքող քաղաքացիներին, ինչի հետևանքով օրերս այդ քաղաքացիների եւ ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Հանձնաժողովն ունի իր հիմնավորումները իհարկե, բայց թե որքանով են դրանք հիմնավորված, կան տարբեր կարծիքներ։ Օրվա գլխավոր թեման։
41.85 դրամ 1 կիլովատ էլեկտրաէներգիայի դիմաց։ Սա այն հնարավոր թանկացումն է, որի մասին հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սակագնի 10% բարձրացումը հանձնաժողովը հիմնավորում է մի շարք գործոններով։ Ատոմակայանի նախատեսվածից 88 օր ավել չշահագործվել է անձրևների սակավությունը, ինչի արդյունքում էլ հայէլեկտրոցանցերը ջերմաէլեկտրակայաններից ավելի բարձր ինքնարժեքով հոսանք է գնել եւ կուտակել մոտ 20 միլիարդ դրամի պարտք։ Այս փաստարկները հավատ չեն ներշնչում թե հասարակությանը, թե ոլորտի մասնագետներին։ Սա ոչ թե պատճառաբանված թանկացում է, այլ չհիմնավորված թալան։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեցնում է, դեռևս նախորդ տարվա 30% թանկացումը հանձնաժողովը պատճառաբանում էր ատոմակայանի անվտանգության ապահովման նկատառումներով։ Հիմա նորից էլի նույն հնարավորության մեջ էլի կա ատոմակայանի անվտանգության էլի նույն տերմինով պատճառաբանություն։ Այսինքն ստացվեց, որ անցյալ տարվա թանկացումը դեռ չապահովեց անվտանգությունը։ Հիմա նորից ենք էլի թանկացումն ապահովում։ Պարոն Մակարյանը ունի իր վարկածը, էլեկտրաէներգիայի թանկացումն ավելի շատ ցանցերի չկանոնակարգված աշխատանքի արդյունքն է։ Ֆինանսական ճեղքված միշտ էլ կարող է լինել, անկախ նրանից 10% կթանկանա թե 50, քանի որ էլեկտրոցանցերում շռայլություններն ու չհիմնավորված ծախսերը շատ են, իսկ ներդրումները քիչ։ Եթե այս համակարգը այսպես կոպիտ բառով ասած փնթի եւ անարդյունավետ մակարդակով մնա, իրենք ամեն տարի կփորձեն թանկացնել։ Եթե ոչինչ չես անում, միայն մաշում ես եւ չես վերականգնում ոչինչ, բնականաբար դու քո ուրեմն ելքը քո վիճակը պայելու գտնում ես թանկացման մեջ։ Յուրաքանչյուր այսպիսի չհիմնավորված թանկացում էլ ավելի է խորացնելու երկրում սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, նպաստելով գնաճին եւ աղքատության մակարդակի բարձրացմանը։ Անկախ այս հանգամանքներից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է պնդել, Հայէլեկտրոցանցեր փակbaşնետիրական ընկերության ֆինանսական ճեղքվածքը փակելու միակ լուծումը սակագնի թանկացումն է եւ դա պետք է արվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրպանի հաշվին։ Հանգստացնելու համար ասենք հանձնաժողովը հաշվարկ է բերում, թե տարվա կտրվածքով մի ընտանիքին ընդամենը մի 8000 դրամ պիտի թանկանա։ Դա այդպես չի, մեկ։ Երկրորդը ով ասաց, որ այդ 8000-ը քիչ գումար է։ Եկեք բաժանենք 8000-ը 12 ամսվա, ուրեմն մարդ կա, որ հենց այդ 600 դրամը ավել, որ իրան պետք է, որ ինքը երկու հատ հաց առնի կամ մի հատ, ինքը դրա կարիքը ունի։ Հիմնավորված է թե ոչ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը։ Այս հարցն ամենակիչն է հուզում մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Միևնույն է, դրանից տուժելու է արտադրությունը։ Տեղից էլ դժվար, մենք դժվարանում ենք հիմա արտաքին շուկայում մրցակցել մեր հարևան Թուրքիանա, Ադրբեջաննա, տարբեր երկրների հետ։ Հիմա եթե լես թանկություն ելնա, կոպեկն էլ ազդում է։ Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները վստահեցնում են, հերթական թանկացման փորձը կարող է կանխել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ակտիվ պայքարով։ Ծախսերը, որոնք կատարում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, թափանցիկ չեն, հասկանալի չեն մեր բնակիչների համար։ Վերահսկողական մեխանիզմը պետք է լինի հենց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը անկախ չէ։ Իսկ հետցի ոչ թափանցիկության պատճառը նաև կոռուպցիան է, ատկատները, որոնցով այդ ընկերությունը առնչվում է հայաստանյան պետական եւ ոչ պետական ընկերությունների հետ։ Ես պատրաստ եմ վճարել ավելի շատ այն պայմանով, որ Էլցանցի ծառայությունների որակը բարձրանա եւ իմ հոսանքը ունենա նորմալ լարում եւ օրը մեջ մի քանի ժամով չանջատվի։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ոչ Նազարյանի հանձնաժողովը, ոչ Էլցանցերի սեփականատերը ինձ նման խոստում չեն տալիս։ Խոսվում է վարկի մասին, որը Էլցանցերը պետք է փակի եւ նոր վարկ վերցնի, բայց դա ներեցեք բացարձակապես մեր սպառողների խնդիրը չէ։ Հայաստանում կան մարդիկ, որոնց համար ամսական հավելյալ 2-3 հազար դրամը, որը նրանք մասնավորապես ձմռանը պետք է վճարեն հոսանքի համար, զգալի գումար է։ Նրանց պետությունը ըստ տրամաբանության պետք է փոխհատուցի, եթե հոսանքի գնի բարձրացմանը իսկապես այլընտրանք չկա։ Սակայն այստեղ էլ լայն հնարավորություն է բացվում տարբեր տեսակի խարդախությունների եւ կոռուպցիայի համար։ Ամեկ+-ի զրուցակիցն է իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Պարոն Պիպոյան, էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը այլընտրանք կա, թե ոչ, եւ եթե կա, ապա որն է։ Ասեմ, շատ բարդ է գնահատական տալ այլընտրանքի, որովհետեւ համենայն դեպս թանկացման հիմնավորում չկա։ Ներկայացված են բացառապես թվեր, թե ինչ գներով են ձեռք բերվելու, այսինքն էլեկտրական ցանցերը հեկերից եւ ջեկերից ինչ գնով է ձեռք բերելու եւ դրանից ելնելով իրականացվում է թանկացում, այնինչ չկա հիմնավորումը, թե ինչու է ձեռք բերում ավելի թանկ, որովհետեւ այն մեկնաբանությունները, որոնք ներկայացվում են, ամենևին չեն կարող համապատասխանել իրականությանը։ Տեսեք, դիտարկում են օրինակ, որ թանկացել է, որովհետեւ ջուրը քչացել է։ Եվ սա այն դեպքում, երբ
ձյան շերտի հաշտությունը եղել է նորմայից մի բան էլ ավելի բարձր, հալոցքը եղել է նորմալ եւ ավելի ջրառատ մայիս, ես չեմ հիշում վերջի 15 տարիների ընթացքում, որը եղած լինի։ Ի վերջո չի քննարկվում փոքր ջեկերի հարցը, որոնք օր-օրի շատանում են, չնայած մի կողմից փորձում է ներկայացվել, որ եկամտաբեր բիզնես չի, բայց օր-օրի շատանում, ավելին ապացույցն է, որ շատ եկամտաբեր բիզնես է։ Այն հիմնավորումը, որ ներկայացվել է էլեկտրական ցանցերի կողմից, ներողություն, բայց ոչինչ է, որովհետև ոչինչ ասված չէ այդ փաստաթղթերում։ Մենք չունենք կարծես թե ոչ պետական, ոչ էլ հասարակական մեխանիզմներ, որոնք կվերահսկեն այլ ցանցերի ծախսերը, որոնք կարող են լինել այդ մեխանիզմները։ Տեսեք, իրականում երկուսն էլ ունենք, բայց ընդհանրապես պետք է որպեսզի համապատասխան կառույցներն իրականացնեն այն աշխատանքները, որոնք որ օրենքով նախատեսված է։ Օրինակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ես երբևէ չեմ լսել, որպեսզի քննարկվի հարց, թե ինչու են պարբերաբար առանց տեղեկացման անջատումներ իրականացվում, ինչա հոսանքը տատանողական, այսինքն հանրային ծառայությունը, որը պետք է մատուցվի պատշաճ որակով, չի իրականացվում պատշաճ որակի եւ չգիտես ինչու պետությունը լուր է։ Ընդհանրապես ես մի անգամ արդեն բնութագրել եմ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեր երկրում բացարձակ առաջատարն է հասարակական շահից ելնելով ոչինչ չանելու իմաստով։ Շատ ապարատներ են թերանում, հիմնականում ավելի վատ են աշխատում, քան լավ, սակայն գոնե 1-2 անգամ ինչ որ հայտարարություն կամ գործողություն տեսել ենք տարիների ընթացքում, որը բխում է քաղաքացու շահից, դա պոպուլիզմ է թե չէ հարցի մյուս կողմն է, բայց քայլ եղել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միշտ եղել է անտարբեր, միշտ հեռու քաղաքացուց ու ոչ մեկ չի հիշում մեկ դեպք, երբ ծառայությունն է կարգավորող հանձնաժողովը հայտարարություն արեց կամ գործողություն արեց, որը բխում էր քաղաքացու շահից։ Եթե պարզվի, որ Ինտեր-ՌԱՕԵՍ-ը էֆեկտիվ սեփականատեր չէ, ինչ պետք է արվի։ Պետք է ընդհանրապես կառավարիչը փոխվի։ Շատ հանգիստ է, այսինքն տեսեք, այստեղ անգամ չի քննարկվում, թե համակարգը ճիշտ է կառավարվել, թե ոչ։ Կամայական համակարգ կարելի է տանել կոլապսի։ Եթե բերեմ շատ ավելի պարզ օրինակ, որպեսզի քաղաքացու համար լինի պատկերավոր, մենք գնում ենք մեքենա, մենք հասկանում ենք, որ պետք է յուղերը, յուղերը պարբերաբար փոխվեն, որպեսզի մեքենան շահագործվի։ Այս ամեն ինչը եթե չանենք, չի աշխատի վերջում շարժիչը եւ մեքենան ընդհանրապես տեղից շարժելը հնարավոր չի լինի եւ շատ ավելի մեծ ծախսեր կիրականացվեն։ Հիմա մեղավորը, որ մեքենան չի աշխատում, վարորդն էր, որը չէր իրականացել թե քայլերը, թե երկիրը կամ պետությունը։ Իհարկե, այս դեպքում զուգահեռ այնքանով ավատ, որ իրականում մասնակի մեղավորությունը նաև պետությունը, որովհետև պետք է վերահսկեր, որ կատարվի ներդրումը, բայց միակ սպառողն է, միակը, որը մեղավորություն չունի, սակայն նույն խնդիրը բարդվում է սպառողի վրա։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Կապանի շինարարներ թաղամաստանող խոտածածկաստիճանները վախեցնում են բնակիչներին օրվա շոգ ժամերին կանաչի մեջ թաքնվում են թունավոր սողուններ եւ միջատներ։ Բնակիչները բազմիցս դիմել են այս հարցով քաղաքային իշխանություններին, բայց անօգուտ։ Այս խնդրի մասին տեղական հեռուստաընկերության բարձրաձայնելուց հետո Կապանի կոմունալ ծառայությունը արձագանքել է։ Կմաքրվենք, կնայենք, եթե աշճանների վերանորոգման, հնարավորություն անպայման կսարքենք։ Լոռու մարզի Քարկոպ գյուղում ոչխար չեն պահում տանտիրուհիները բուրդը ձեռք են բերում հարևան գյուղերից։ Վերջին տարիներին բրդի գործով զբաղվող կանանց քիչ կարելի է հանդիպել։ Ինչ դրել է մեզ հայատում, անցնող, դարձող, ասում են ինչ խելք ունի, աղջի ասում են, սինտիպոնը թողածով ամի սրան օգտագործում։ Սիրանուշը բրդե վերմակներ է կարում եւ ուղարկում Ռուսաստան, ասում է ինքը այստեղ հանգիստ չի լինի, մինչեւ իր երեխաներն ու թոռները բրդի անգողնում չքնեն։ Այն ինչ որ բնական է, բնականի հետ ոչ մի արհեստական բան չի կարելի, թե ուտելիք, թե հագնելիք։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ենթադրում էր, որ հոսանքի թանկացումը տեղի կունենա ավելի վաղ, բայց ոչ ոք կարծում եմ չի կասկածում, որ խիստ միջոցները Հայաստանի բնակչության դեմ անխուսափելի են։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Մայիսից կարող էին մեր կաշին քերթեին հասարակության։ Գոհ եղեք, որ հիմա են այդ բան անում։ Может, не надо, Шурик? Я больше не буду. А? Нет. Надо, Федя. Надо. Мама.